Հատուկ ցուկինի կամ դդմիկ սիրողների համար եկեք պատրաստենք անչափահաս ռուլետ։ Նախ լավ լվանում ենք, ապա կեղևազրկում ենք մեր ցուկինիները։ Կիրքերիչի օգնությամբ քերում ենք այն եւ տեղափոխում ենք ավելի խորը տարայի մեջ։ Վրան 1 թեյի գդալ աղ ենք ավելացնում եւ խառնում ենք։ Խառնելուց հետո թողում ենք 10 րոպե, որպեսզի ցուկինին իր հյութը տա։ Ապա ձեռքերի օգնությամբ քամում ենք ողջ հյութը։ Ապա վրան ավելացնում ենք մի փոքր կանաչի, ես ընտրել եմ սամիթը, 2 հատ ձու ենք կոտրում եւ 4 ճաշի գդալ ալյուր ենք ավելացնում։ Ապա գդալի օգնությամբ խառնում ենք այնքան, մինչ ստացվի համասեր զանգված։ Մեր ստացված զանգվածը լցնում ենք գազօջախի կաթսայի մեջ եւ գդալի օգնությամբ տարածում ենք ողջ թավայով։ Փորձում ենք տարածել այնպես, որ վերևի շերտը լինի մաքսիմալ հարթ։ Ապա տեղափոխում ենք 180 աստիճան նախապես տաքեցված ջեռոցը եւ թխում 20-ից 30 րոպե։ Իսկ մինչ մեր ցուկինիով լիստը պատրաստ կլինի, մենք պատրաստում ենք կրեմը։ Դրա համար մեզ անհրաժեշտ է 100 գրամ սերուցքային պանիր, 2 ճաշի գդալ թթվասեր, 3 ատամիկ սխտոր եւ 1 թեյի գդալ աղ։ Ապա խառնում ենք մինչ համասեր զանգված ստանալը։ Երբ մեր ցուկինիով լիստը պատրաստ կլինի, թողնում ենք, որպեսզի այն ամբողջությամբ սառչի։ Ապա մեջտեղի հատվածում դնում ենք կրեմը եւ մաքսիմալ հարթ տարածում ենք ողջ երկարությամբ։ Ապա մեր ցուկինիով լիստը փաթաթում ենք ռուլետաձև։ Փաթաթելուց հետո տեղափոխում ենք սառնարանը, որպեսզի այն ստաբիլանա մոտ 1 ժամ։ 1 ժամ հետո դուրս ենք բերում մեր ռուլետը սառնարանից եւ ըստ ցանկության զարդարում ենք մեր կրեմով։ Ապա կտրատում ենք եւ մատուցում։